Եվ որդու և օգնից սրտու ամեն։ Ար զոր աստված զուգյաց մարդ մի մեկնեսցե։ Արդ ինչ որ աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Սերներ, այսօրվա համար Սուրբ Գիրքը մեզ խորհրդատության է հրավիրում Մատթեոսի ավետարանի այս հատվածով։ Ինչպես փարիսեցիները մոտեցան Քրիստոսին և հերթական անգամ ուզում էին փորձել Քրիստոսին և հարցնում են, թե օրինավոր է, որ մարդը իր կնոջը թողնի ամեն պատճառով։ Եվ Քրիստոս մարդկանց ուշադրությունը դարձնում է ոչ թե մարդկային թուլությունների կամ օրենքի փաստողությունների վրա, այլ հենց սկզբից է գալիս, թե ինչպես Սուրբ գրքում, Ծննդոց գրքում առավել ևս ասում է Աստված 103 ստեղծեց մարդկանց և մարդը պիտի թողնի իր հորն ու մորը, իր կնոջը միանա, երկուսը մեկ մարմին լինեն։ Եվ արդ ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի։ Եվ ուրեմն Քրիստոս չտվեց մարդկային այն պատասխանը, որ հաճախ լինում է ամուսնալուծությունների պատճառով, այլ տվեց այն հիմքը, որի պատճառով չպիտի լինի ամուսնալուծությունը։ Եվ փարիսեցիները շարունակեցին իրենց փորձությունը։ Ասում էին, բա ինչու է Մովսեսը ապահարզանի թուղթ տալիս, երբ որ բաժանվում էին։ Եվ ինչ ասեց Քրիստոս, ասեց ձեր սրտի խստության պատճառով էր, որ Մովսեսը թուղթ տվեց։ Մենք հաճախ չենք անդրադառնում այս բառերի սրտի խստություն։ Մենք մտածում ենք, որ ինչ որ թուղթ էր, որ Մովսեսը տվեց, որպեսզի այս գործընթացը օրինական լինի։ Բայց սրտի խստությունը ամենահիմնական պատճառն է ընտանիքի քայքայման։ Սրտի խստությունը դա ներել չկարողանալն է, երբ որ չեն կարողանում ամուսնական զույգերը իրար ներել։ Սրտի խստությունը դա հպարտությունն է, երբ որ առաջին տեղում տրվում է եսը, և ոչ թե մերը կամ մենք արի։ Եվ երրորդը համբերությունն է և չլսելու ընդունակությունը։ Այսպես կարելի է մի քանիսն էլ թվարկել, բայց հիմնական այս երեք պատճառներն են, որ հանգեցնում են մարդկային կյանքում ամուսնալուծությունների։ Մեր կյանքում այսօրվա մշակույթում կարծես ձևավորվել է մի ավանդույթ, օգտագործիր և դեմնելիր։ Այսօր մեր կյանքում հեռախոս կամ կենցաղային որևէ տեխնիկա, երբ որ շարքից դուրս է գալիս, մենք հաճախ չենք վերանորոգում, այնտեղ ենք նետում և նորն ենք գնում։ Եվ ցավոք սրտի սա նաև մտել է ընտանիք։ Ամենաչնչին իսկ փորձության, առաջին իսկ ամենաչնչին փորձության ժամանակ սկսում են բաժանությունները, ասելով, որ սա իմը չի։ Երբեմն պետք է ոչ թե ամուսնական կապը կոտրել, այլ հենց սրտի խստությունը, որպեսզի կարողանաս ընտանիքը պահել։ Ընտանիքում սերը միայն զգացմունք չի։ Ընտանիքում սերը դա ամենօրյա գործընթաց է։ Ամեն օր պիտի ասել սիրել, թեկուզ ամենադժվարին պահում։ Եվ որպեսզի մենք կարողանանք մեր ընտանիքները ամուր պահել, Աստված չի թողնում, որպեսզի մենք անպատասխան մնանք, այլ որպես մեզ հուշում տալիս է նորից Սուրբ Գիրքը, Առաջին հերթին
առանց պայմանի սեր և համբերություն։ Այս մասին ասում է հենց Պողոս Առաքյալը իր Կորինթացիների խղճում խոսում է սիրո մասին։ Ինչ է ասում, սերը համբերող է, սերը քաղցրաբարո է, սերը ամեն ինչի դիմանում է, սերը ամեն բանի վրա հույս է դնում։ Եվ ուրեմն սերը ցույց է տալիս, թե ինչպիսին պիտի լինի ընտանիքում և առհասարակ։ Այսպիսի սեր ունեցողը երբեք չի դիմի բաժանության։ Երկրորդը նորից Սուրբ գրքում է ասում, ներողամտությունն է։ Եփեսացիների գրքում ասում է, թող արևը մայր չմտնի ձեր բարության վրա։ Ներել ասելը դա թուլության նշան չի։ Հաճախ մտածում են, երբ որ առաջինը ով ասում է ներել, նա սխալն է և նա թույլ է։ Ներելը դա քրիստոնեական սիրո ամենամեծ նշանն է, առավել ևս ընտանիքում։ Ամեն մեկիս հետ էլ պատահած կլինի, երբ որ իրապես դու չես սխալը, բայց դու ես առաջինն ասում ներիր, փորձելու հարթելու այդ ամենը։ Եվ սա ոչ թե եմ ասում թուլություն է, այլ սա բարձրագույն քրիստոնեական սիրո նշան է։ Եվ երրորդը ժողովողի գիրքն է ասում է երեք թելը շուտ չի կդրվի։ Ամուսնական կյանքում այդ երեք թելը կինն են, ամուսինը և Աստված։ Երբ որ մեր ընտանիքներում կա քրիստոնեական մթնոլորտ, երբ որ մենք կարողանում ենք ապրել այդ մթնոլորտում և այս երեքը մշտապես այդ ընտանիքում են, այս ընտանիքը երբեք չի քանդվի։ Այն ընտանիքում, որտեղ հնչում է աղոթք և քրիստոնեական կենցաղավարություն է վարվում, երբեք չի քանդվի, որտեղ Աստված այնտեղ է։ Աստված երբեք թույլ չի տալիս, որպեսզի այդ միությունը, այդ ամուսնությունը քանդվի։ Որտեղ այն ամուսնությունը, որը կնքվում է Աստծո ներկայությամբ, երբ որ մարդիկ կանգնում են խորանի առջև և վկայություն են տալիս միմյանց սիրելու, թեև պաշտպան, թեև հնազանդ լինելու, իրենք այդ բանին դառնում են ոչ թե մեկ, երկու, այլ մեկ, այլ ապրում են մեկը մյուսի համար։ Եվ որպես վերջաբան, որովհետև այստեղ և կան ամուսնացածներ, և կան մարդիկ, ովքեր պիտի պատրաստվեն ամուսնանալու, կոչ յուրաքանչյուր մեկին, որ պահպանեն իրենց սերը ընտանիքում։ Ամեն բանի դիմանալու, ամեն ինչի մեջով անցնելու, որտեղ ասում է փայփայեք ձեր կողակցին, որտեղ դա Աստծո պարգևն է։ Կարողանանք մեր կյանքը քրիստոնեական իմաստով շարունակելու նաև մեր ընտանիքներում, մեր զավակներին դաստիարակելով, որտեղ այդպիսի ընտանիքները քրիստոնեական ամուր մեր հասարակությունն են, որ կլինի ամուր, մեր հայրենիքն է, որ կլինի ամուր, մեր եկեղեցին է, որ կլինի ամուր, որտեղ ընտանիքը և հայրենիքի և եկեղեցու ամենափոքրիկ մոդելն է։ Այդ մի փոքրիկ մոդելներով մենք կազմում ենք մի մեծ հասարակություն, որով ստեղծում ենք մեր հայրենիքը, որով կերտում ենք նաև մեր հավատքը։ Եվ ուրեմն թող Աստված օրհնի մեր բոլորի ընտանիքները։ Եվ թող մեր յուրաքանչյուր մեկի ընտանիքում միշտ հնչի Աստծո խոսքը, սերն ու բարությունը, որ Աստված ի սկզբանե դրել է։ Աստծո օրհնությունը մեր բոլորի ընտանիքներին։